Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր քննարկման այս եզրափակիչ թեման Մերձավոր Արևելքն է։ Իսրայելի և Համասի միջև ձեռքբերված համաձայնությունը թույլ տվեց, որ պատանդները ազատ արձակվեն, ինչպես նաև պաղեստինցի կալանավորները շուրջ 1900 հոգի և սկսեն խոսել ավելի տևական խաղաղության հաստատման մասին։ Այս ամենը իհարկե ենթադրում էր նաև այդ զինված ոչ պետական խմբավորումներին, ինչպիսին էին Համասը, դե իսկ Լիբանանի հարավում էլ գործող Հեզբոլլահը, զինաթափվեն, չնայած դա արդեն այլ համաձայնության մաս է, նաև ներլիբանանյան օրակարգի հարցը, բայց տեսնում ենք այդտեղ ինչ-որ խոչընդոտներ են տեղի ունենում, այո, այդ զինված խմբավորումները հարկ չեն համարում զինաթափվել, ինչն էլ հանգեցնում է Իսրայելի կողմից ուժային նոր գործողությունների մի շրջափուլի, կամ դրա սպառնալիքի, ինչպես Համասի դեպքում է։ Փորձենք հասկանալ, արդյոք այս խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս, և այս դրսևորումները, որը մենք տեսնում ենք, կարող են վտանգել ընդհանուր խաղաղության գործընթացը Մերձավոր Արևելքում։ Ի վերջո, այդ ամենը ամրագրվեց Շարմ էլ-Շեյխում, մենք տեսանք ինչպիսի հանդիսավորությամբ, ձեռքսեղմումներով, բարձրագույն հայտարարություններով, բացի դրանից էլ պատերազմի հոգնածությունը ամբողջ Մերձավոր Արևելքում ևս ստիպում է մտածել ավելի շատ խաղաղության մասին, քան այս շուրջ մեկ դար տևող կոնֆլիկտը երկարաձգելու։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից, մեր հյուրն է Ազդակ հայալեզու պարբերականի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ Շահան Գանտահարյանը։ Բարով եք եկել, պարոն Գանտահարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Գանտահարյան, բարև ձեզ, նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Գանտահարյան, դուք ուշի-ուշով հետևում եք այս դեպքերի զարգացմանը, Լիբանանի հարավին էլ հարվածներ են հասցվում, սա էլ արդեն երկրորդ օրն է, մենք լրահոսով տեսնում ենք, որ դա այդպես է, ձեր դիտարկումները արդյոք այս բռնության և ռազմական գործողությունների այս դրվագները կարող են ընդհանուր պրոցեսը վտանգել, համեցեք։ Դուք ճիշտ նշեցիք, որ սա երկար համարը, որ դարազվում է ամբողջ շրջանի վրա, ամբողջ դարաձաշրջանը։ Իհարկե երադև հագամարտությունը միայն չի կարող լուծում ստանալ, հանգուցալուծվել և գնալ թեպի խաղաղություն, ակնկալելի էր, որ համաձայնության կործատրելիությունը, որը բարդ գործընթաց է, շատ բարդ գործընթաց է, ուրեմն նման իրավիճակներ ստեղծել, նման անկրվաններ ստեղծել և նման հրաթաթարի խախտումներ, որոնք այսօր նաև ուրեմն խնդրո առարկա են դարձնում ամբողջ խաղաղության գործընթացը։ Շատ կարևոր է նշել, որ ճիշտ է, որ Շարմ էլ-Շեյխ, Թուրքիա, եկիմ Կատար, իբրև այս ուրեմն համաձայնության գործողության երաշխավոր գադվեցի երկրներ, բայց ստեյության քանի որ խոսքը գնում
ամբողջ դրճանի ստեյության հիմնականում համացանող կողմերը այս դեպքում կարծում եմ, որ մեծ հաշվով Իրանն ու Միացյալ Նահանգներն են։ Իսկ ինչ հայտարարեց Պաշտոնական Տեհրանը, Պաշտոնական Տեհրանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այնպիսի բաներ են տեսնում, որը անգարելի է իրականացնել։ Այսինքն խոսեց այն մասին, որ բանակցությունները դժվար հանգրվանի մեջ են։ Չնայած արգախվել են հաջորդ փուլը չի ճշտվել հրաբարակային պաշտոնական ձևով, բայց կարծում եմ, որ այդ խողովակները բաց են եւ երկխոսությունը շարունակվում է։ Ուրեմն այս ընդհանուր խորագիրը եթե նկատի ունենանք, որ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունները երևույթապես արգախվել են, Տեհրանը որ ստացում է իր մեջ, ուրեմն կարծում եմ, որ հիմնական հանգուցագետը այդ գծի վրա է։ Եվ զուգահեռ են ընթանում ուրեմն ռազմական գործողությունների չնայած սահմանափակ այս ընթացքը, այսինքն եւ Գազայում եւ Հարավային Լիբանանում եւ ուշագրավ էր հետաքրքիր էր, որ ուրեմն Թրամփը նախ Գազայում գրանցված հրատատարի խախտումները որակեց իբրև անգարկաբահ դարերի կողմից եղած որ ասեց որ խաղաղության գործընթացնագրելու է անպայման եւ պատասխանը հրատատարի այդ խախտումների, բայց հետո այդ տոնայնությունը փոխվեց եւ հասցեականություն կար երկրորդ հայտարարության պաշտոնական Վաշինգտոնի, որ եթե մասի համաձայնությունը հրատատարը եւ դիմել ռազմավարությունների չկատարել ուրեմն իր հանձնը դեպքում ուրեմն Միացյալ Նահանգները իր տաշնագից ուժերով գլինի այնտեղ եւ կբաճի համասին եւ ուրեմն նոր դարողություն կստանան ռազմական գործողությունները համասիթը։ Ուրեմն այս Շումայի բանտագային առումով դարբերություն կար Միացյալ Նահանգների իրորդ հայտարարություններում։ Հիմա մենք ականատես ենք լինում Հարավային Լիբանանում իսրայելյան օդային հարձակումների թիրախային այնուամենայնիվ հրատատարի խախտման բազմաթիվ դեպքեր։ Ուրեմն հրատատարի խախտումներ այո, բայց ոչ ծավալային պատերազմական գործողություններ եւ այս բոլորի արանքում նաեւ քաղաքական երկխոսություններ, զգուշացումներ, արություններ, միաժամանակ նաև վճռականության գարչած խաղաղության գործընթաց։ Ուրեմն ուղղությունները, եթե փորձենք մտակրել, մի քանի հան վրա են եւ այսօր նախադրյալները խոսում են հրատատվելի թյուրապեք լուանկի մասին, բայց միաժամանակ նաև միջազգային ընտանիքի ներգրավվածությունը անցամբ Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությունը այս բոլորի մեջ հատկապես ուրեմն անցումային կառավարության վերահսկող խումբը նախագահելու առումով խոսում են որոշ վճռականության մասին այս ընթացը շարունակելու իհարկե պետք է մոռանալ որ հիմնում են միանալ Իրանը եւ այդ երկու պետությունների բանակցություններից է գախյալ ամբողջ տարածաշրջանի խաղաղությունը, որտեղ չմոռանանք Թրամփը հայտարարեց, որ այս համաձայնությունը չի վերաբերում միայն Գազային, սա տարածվում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Այո։
Եվ ամփոփելով պարոն Գանտահարյան, այս ամենը նաև սերտորեն կապված է ներլիբանանյան պրոցեսի հետ, հա, կա նոր նախագահ, կա նոր վարչապետ, նոր փորձ է իշխանության կոնսոլիդացիայի համար, սակայն անհրաժեշտ է որպեսզի այս ամենի համար, որ Հեզբոլլահը զինաթափվի, չի կարող պետության մեջ լինել մի առանձին պետություն, չի կարող պետությունն ունենալ բանակ, բայց պետության մեջ լինի մի ուրիշ բանակ, չէ՞։ Այս պրոցեսում ինչպիսի դինամիկա եք դուք տեսնում, համեցեք։ Այո, զուգահեռ գործընթացների պանանին եւ ընդհանրապես Իսրայելյան գայացած ճիշտ է մի կողմից Հեզբոլլահի զինաթափման պահանջն է, գեր է, ուրեմն սա համաձայնական, բայց մյուս կողմից նաև իսրայելյան ուժերի հեռացում եւ դադարեցում նաև ռազմական գործողությունների կամ օդային լիբանանյան օդային տարածքների իսրայելյան օդուժի շրջակայություններ եւ այլն։ Այսինքն համաձայնությունը համագործակցության եւ կարելի ակնկալել, որ մեկ կողմը ուրեմն իր ստանցած հասարությունները գադարի, բայց մյուս կողմը շարի ուրեմն վերակել լիբանանյան ռազմագիտական արժանշանակություն ներկայացնող դարածքներ եւ շարունակի իր օդայցակումները։ Ի վերջո նաև Միավորված ազգերի գազագերբության թիվ 1701 բանացևը խոսում է այս երկկողմանի ուրեմն հասարությունների կամ երկու կողմից առնվելի քայլերի մասին։ Փոխպարտավորությունների։ Այստեղ եւս որոշակի հերավորությունից դեսանելի է նաև Իսրայել-Լիբանան ցամաքային սահմանազատումը եւ հարաբերության նախագահ ակտարգեց։ Ինչպես կայացան ծովային սահմանազատման շուրջ բանակցությունները միջնորդավորված Միացյալ Նահանգների կողմից։ Առ այսօր Իսրայել-Լիբանան դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց օրագարկ կարծում եմ կգա անպայման նաև ցամաքի սահմանազատումը ծովային սահմանազատման օրինակով եւ 1701 բանացևի մեջ նաև նման ենթակետ գա, ինչը կարծում եմ առաջնային խնդիր է, որովհետև այդ բոլորի դեպքում Իսրայելը պիտի ուրեմն որոշ իր կողմից առաջադրած անվտանգության կոդի ցավալու գոչված այդ գործողությունների նպատակը մենք տեսնում ենք, որ ավելի գլոբալով Իսրայելը իր սահմանամերձ շրջաններում եւ նաեւ սահմանագից երկրների ուղղությամբ եւ Լիբանան, եւ Սիրիա, եւ Իրաք, այս դեպքում նաեւ Գազա ստեղծել անվտանգության կոդիներ, որպեսզի առաջիկային եւս անվտանգության անալիք զինված դեսկով միավորներ չկոյանան Իսրայելի սահմանագից սահմանամերձ շրջաններում եւ կարծում եմ դրանով է բացատրվում նաեւ Իսրայելի եւ արտաքին քաղաքականությունը եւ այն բոլոր բادرազմական գործողությունները, որոնք շարունակում են գրանցվել թե թեգուզ ոչ նույն լայնամասշտաբությամբ, այնուամենայնիվ ռազմական բախումների դեսքով տարբեր ուղղություններով, այս դեպքում եւ Գազայում եւ Լիբանանում։ Շատ շնորհակալ եմ պարոն Գանտահարյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները, նաեւ տեղեկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Խաղաղություն ձեզ, Լիբանանին, ողջ հայ ժողովրդին, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն ձեզ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Շահան Գանտահարյանի հետ Բեյրութից, նա հայալեզու ազդակ պարբերականի խմբագիրն է եւ
Մերձավոր Արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ լսեցինք իր դիտարկումները կապված Մերձավոր Արևելյան վերջին զարգացումների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն կիրակի օրը, խաղաղություն եւ բարի ննձ ձեզ։